Հարգելի արցախցիներ, խնդրում եմ ուշադիր լսեք եւ ասածից վերաբերեք ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ։ Ես 3 համապատասխան հայտարարություն էի տարածել, որ բոլոր արցախցիները, անկախ քաղաքացիություն ունենալու հանգամանքից կամ 070 կոդով անձնագիր ունենալու փաստից, կարող են մասնակցել 2026 թվականի հունիսի 7-ին ՀՀ ազգային ժողովի կայանալիք ընտրություններին։ Այնուամենայնիվ այդ տեղեկությունը մարդկանց մոտ առաջացել է տարբեր հարցեր, եւ մարդիկ չեն հասկանում, թե ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկեն ընտրությունների մասնակցելու եւ իրենց նախընտրած ուժին իրենց ձայնը տալու համար։ Բացի այդ, երեք տեղի ունեցել նաեւ մեկ այլ իրադարձություն։ Արցախի հանրապետությունը սեփականազրկվել է։ Արցախի հանրապետությունը կորցրել է իր վերջի գույքը։ Հայաստանի հանրապետության գլխավոր դատախազությունը բառի բուն իմաստով խլել է Արցախի հանրապետությունից իր վերջին գույքը։ Եվ Արցախի հանրապետության ներկայացության շենքի նկատմամբ Արցախի հանրապետության սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է անբավեր։ Ընթանում են նաև այլ իրադարձություններ, այլ գործողություններ եւ ատելություններ արցախցիների նկատմամբ, ռեպրեսիվ տարբեր գործողություններ։ Բավական է վկայակոչել միայն զինվորականներին բնակարանից վտարելու վերաբերյալ սկսած ապօրինի եւ ստոր գործողությունները Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության կողմից։ Այս կապակցությամբ 2026 թվականի մայիսի 29-ին ժամը 19:30-ին բոլորս հավաքում ենք Արցախի Հանրապետության ներկայացությունում։ Կրկնում եմ, բոլորս հավաքում ենք Արցախի հանրապետության ներկայացությունում, որտեղ ես կներկայացնեմ տիրող իրավիճակը եւ բոլոր քաղաքացիներին կպարզաբանեմ ինչպես իրացնել իրենց ընտրական իրավունքը։ Այսինքն հատ առ հատ, կետ առ կետ, քայլերով կներկայացնեմ ինչ պետք է անել, որպեսզի կարողանանք մասնակցել ընտրություններին։ Բացի այդ կներկայացնեմ տիրող իրավիճակը եւ կպարզաբանեմ ինչպիսի ատելության գործողություններ են կատարում եւ ինչպիսի ռեպրեսիվ գործողություններ են ձեռնարկում արցախցիների նկատմամբ։ Խնդրում եմ բոլոր նրանք, ովքեր այս հարցով հետաքրքրված են, ովքեր անտարբեր չեն այս ամենի նկատմամբ, ում հետաքրքրում է Արցախի հանրապետության ճակատագիրը, ում հետաքրքրում է Արցախի հանրապետության սեփականազրկման հարցը, ում հետաքրքրում է ընտրությունների մասնակցելու հարցը, ինձ բազմաթիվ հաղորդագրություններ գրելու կամ զանգելու փոխարեն, խնդրում եմ բոլորդ 2026 թվականի մայիսի 29-ի ժամը 19:30-ին ներկայացեք Արցախի հանրապետության ներկայացություն։ Մունք մերունցավ զրույցն քնան, մունք մերունցավ հարցին լուծում տալան։ Ես պարզաբանելու եմ ամեն ինչ, բոլորին հուզող հարցերին տալու եմ պատասխաններ։ Բոլորին հուզող հարցերի եւ ցած ներկայացնելու այն վիճակին, ինչը մենք տիրում է։ Խնդրում եմ 2026 թվականի մայիսի 29-ի ժամը 19:30, անկախ հեռավորությունից, եթե պետքա վննավ թեկուզ, եկիք Արցախի հանրապետության ներկայացություն։ Միաժամանակ պարզաբանում եմ, դեր այս ամեն գործողությունը, այսինքն քաղաքացիություն չունենալու պայմաններում ընտրություն, քաղաքացիություն կարծես թե չունենալու պայմաններում ընտրությունների մասնակցելու հետ կապված որևէ դատական ծախս չկա, այսինքն որևէ ծախս դուք չեք կատարելու այդ ամեն ինչի համար։ Ուղղակի պետք է համապատասխան ընթացակարգը անցնել, համապատասխան քայլեր ձեռնարկել եւ մասնակցել ընտրություններին։ Ուշ չէ։ Այս քայլերը կարող է ձեռնարկվել անգամ ընտրության օրը։ Անգամ կրկնում եմ ընտրության օրը, այդ 10 օր առաջ համապատասխան ժամկետ եւ այլն, անձնագրի բավերության ժամկետ, 070 կոդով անձնագիր ունենալ, քաղաքացիություն ընդունել, չընդունել, այլևս ակտուալ չէ։ Կա դատարանի 3 հատ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, եւ մենք սրա շնորհիվ կկարողանանք մասնակցել ընտրություններին։ Ուղղակի պետք է այս քայլերը ուշադրությամբ լսել եւ ձեռնարկել, որի հարցում ես կցուցաբերեմ ձեզ տեղեկատվական աջակցություն։ Խնդրում եմ 2026 թվականի մայիսի 29-ին բոլորդ ներկայանաք Արցախի հանրապետության ներկայացություն Նաիրի Զարյան 17 հասցեն։ Կրկնում եմ, սպասում եմ բոլորիդ։